Շարունակում ենք ուրիշ նորությունները, որպես կանոն ունենում ենք այս պահին հյուր տաղավարում։ Մինչ հյուրին ներկայացնելը ասեմ, որ նա տարիներ շարունակ բնակվում է Լոս Անջելեսում։ Եվ որպես կանոն շատ մեր հայրենակիցներ բախվում են մի շատ կարևոր խնդրի, թե ինչպես երեխաներին գրավել կամ մատուցել հայրենը, որպեսզի չկտրվեն հայրենիքից, չմոռանան մայրենի լեզուն։ Եվ մեր հյուրը գտել է դրա լուծումը շատ հետաքրքիր կերպով, ինչի մասին իհարկե կխոսենք, իսկ որպես գործունեություն լինում են դեպքեր, որ շատ անգամ ստեղծագործությունները կամ աշխատանքները, նախագծերը երբեմն ավելի հայտնի են, քան դրա ետևում կանգնած կադրից դուրս կանգնած մարդիկ, որովհետև շատ շատերը գիտեն Դեմք շոուի մասին, մեծ պատմություն փոքր քաղաքում ֆիլմն են դիտել, ինչպես նաև Ազնիվ գողեր, Մոլորվածը եւ էլի, եթե չեմ սխալվում, շուրջ 6 ֆիլմ, որի նախագծերի գործադիր պրոդյուսերը եւ հեղինակի եւ մտահացումը մեր հյուրինն է, Կարո Կիրակոսյանն է մեր տաղավարում։ Ողջույն եւ բարի գալուստ մեր տաղավար։ Բարև ձեզ, ուրախ եմ ձեր տաղավարում գտնվելու համար, շնորհակալություն։ Իհարկե իմ կարճ նախաբանից դժվար է գուշակել, թե ինչն է ձեզ բերել այս անգամ հայրենիք Հայաստան, բայց միանգամից ասենք, որ դա գիրքն է, ձեր հեղինակած, որը կոչվում է Հրաշագործ մանչուկը եւ գրքի շնորհանդեսն է։ Եթե շատ կարճ նախաբանի պես ասենք, ապա միտքը հղացել է հենց առաջացել է թորնիկներին, ձեր թորնիկներին հեքիաթներ պատմելու առիթով։ Ճիշտ է, 92 թվականից ապրում ենք Ամերիկայի Միացյալ Նահանգներում, թորնիկները ծնվել են այնտեղ, լավ չեն խոսում հայերեն, չնայած հասկանում են, լավ չեն խոսում։ Բայց դուք չեք հաշտվում այդ մտքի հետ։ Իհարկե չենք հաշտվում։ Եվ անկեղծ ասած, փոքր տարիքում փորձում էինք հեքիաթներ։ Ես փորձում էի հեքիաթներ պատմել, կարդալ, տանը երեխաների հետ թատրոն խաղալ, այսպես ասեմ, բայց կարծում եմ իմ ընտրությունը այդ հեքիաթների այնքան էլ հաջող չէին ու շատ ժամանակ իրանք չէին էլ հասկանում, թե ինչի մասին ենք իրանց կարդում։ Երկար ժամանակ տենց պրպտելուց հետո փորձեցի գրել հեքիաթ, որտեղ հերոսները իրանք են, թորնիկներս, ներառել եմ իրենց անունները, իրանց բնավորության գծերը, հեքիաթի մեջ չնայած կան բաներ, որ ես կուզենայի, որ իրանց մոտ լիներ, չկա, բայց ամեն դեպքում, երբ որ հեքիաթը արդեն պատրաստ էր ու սկսեցի կարդալ իրանք իրենց գտնելով այդ հեքիաթի մեջ, սկսեցին ավելի հետաքրքրված լինել։ Ու այդտեղ ոնց որ մտածեցի, որ ինչու՞ չէ, կարելի է այդ միտքը շարունակել։ Այդտեղից միտք առաջացավ գրել հեքիաթներ։ Հիմա այն շարքը, որ պիտի ունենանք շուտով, կոչվում է 7 հեքիաթ, սա առաջի գիրքն է, կոչվում է Հրաշագործ մանչուկը, հայկական գրախանութներում կա, ինձ օգնել են հրատարակել, ուրեմն Բուկինիստ ընկերությունը Արամ Վարդանյանի խմբով, բավականին գեղեցիկ ինքը գիրք է, կարող եմ Դա երեխաների համար գունազարդ, պետք է նկարները գրավել։ Ես կասեի, որ նույնիսկ եվրոպական ամերիկյան արտադրած գրքերից էլ հետ չի մնում, ծնողները, մանավանդ երիտասարդ ծնողներին տենց խորհուրդ կտայի, որ կարդան երեխաներին, որտեղ ինքը բավականին լավ արժեքներ ունի երեխաներին փոխանցելու համար։ Իհարկե դա շատ կարևոր է, հեքիաթին դեռ կանդրադառնանք, բայց պարոն Կիրակոսյանից հետաքրքիր է, դուք ձեր գործունեության զգալի հատվածը հիմնականում պատրաստել եք, եթե կարելի այսպես ասել, պրոդուկտ կամ նախագծեր մեծահասակների համար։ Հեքիաթները եւ երեխաների համար ստեղծել ինչ որ գրավիչ մի բան բավականին
դժվար է, եթե չասենք բոլորովին այլ աշխարհ է, այլ մտածելակերպ է։ Ինչպես եղավ այդ անցումը։ Ասեմ ձեզ 92 թվականին երբ մենք տեղափոխեցինք Ամերիկայի Միացյալ Նահանգներ, նախ ասեմ, որ 83 թվականին հիմնադրել եմ այստեղ Արայդան շոուն, եղել եմ հիմնադիրը, հետո տեղափոխվելուց հետո ես այնտեղ ունեի ստուդիա, պարային ստուդիա, որտեղ դաստիարակում էի երեխաներին, եւ կարող եմ ասել առաջիններից էի, որ այնտեղ սկսեցի մանկական շոուներ անել, ներկայացումներ, մյուզիքլներ, մինչև 2000 թիվը, 92 թվականից մինչև 2000 թիվը, ես զբաղվել եմ միայն մանկական ներկայացումներով։ Մեծերի ներկայացումներ, հա, ինքը իմ մեջ եղել է դա, հետո ունեցածս ասենք երեխաները, քանի որ դպրոց էր, ստուդիա էր, ես այդ երեխաների վրա էի փորձում անել այն ինչ որ ես կկարողանամ անել։ Նրանից հետո 2000 թվականից հետո արդեն ստուդիան փակելուց հետո հիմնականում զբաղվել եմ արդեն ավելի մեծահասակների հետ կապված համերգային գործունեություն, ներկայացումներ, ֆիլմեր, այսպես հետո նորից էլի երևի նոստալգիկ այդ իմ զգացողությունը հետ է եկել հիմա ինչ ասեմ 70 անց նոր սկսել ենք հեքիաթ գրել երբեք ուշ չէ բայց շատ լավ է որ մինչ այդ ունեցել եք նման փորձառություն երեխաների համար կոնտենտ ստեղծելու եւ հիմա բայց չենք կարող չփաստել որ երեխաները փոխվել են Այսօր երեխային գրավելու համար այն էլ գրքի միջոցով ինձ թվում է շատ ավելի ջանք է պահանջվում, քան 80-ականներին կամ 90-ականներին։ Այ հեքիաթները գրելիս եւ գիրքը հրատարակելիս այդ ամենը հաշվի առել եք։ Անկեղծ ասած ինքը ինքնաբուխ է եղել։ Սուտ կլինի, որ ասեմ նստել մտածել եմ, բայց հերոսներին, երբ որ ընտրում էի, որ հեքիաթը կարողանամ կազմել, այսպես ասեմ, ժամանակակից երեխաներ են, այսինքն եթե ասում եմ թորներից մասին է, իրանք այսօրվա մարդ են։ Այսինքն սմարթֆոնը ձեռքին։ Չէ, սմարթֆոն չկա, փոխարենը հեքիաթ կա, հրաշք կա։ Հաշվեք, որ եթե մեզ ասենք 30 տարի առաջ ձեզ կամ ինձ ասեին սմարթֆոնի մասին, այդ մեզ համար հեքիաթ կլիներ, չէ՞։ Նույն հեքիաթը հիմա կարծում եմ ինչ որ ժամանակ հետո այս հեքիաթի մեջ եղածը կարող է եւ իրականանա, չգիտեմ։ Այսինքն այդպիսի էլեմենտներ կան, հա, դեպի ապագա միտված։ Ամենակարևոր արժեքները գիտեք որն է, որ ստեղ ավելի շատ խոսում է բարության մասին, ընկերության մասին, սեր կենդանիների նկատմամբ, ներողամտություն, որ որևէ չարարարք պետք չի չարով պատասխան տալ, որտեղ միշտ ագրեսիա է բերում։ Ճիշտ կլինի ամեն ինչ խոսքով, կոմունիկացիայի միջոցով իրար հասկանալ։ Ես սենց եմ մտածում, չգիտեմ։ Պարոն Կիրակոսյան, հիմա այսպես մեծերով հոսում ենք, երեխաները հուսանք այս պահին չեն լսում, բայց չէ որ կյանքը հեքիաթ չէ։ Չէ որ միշտ չէ որ բարին է հաղթում։ Իհարկե այն ինչը որ այսպես ասած պատվաստվում է երեխային վաղ հասակում, դա շատ լավ է հատկապես արժեքները, արժեհամակարգը, բարու հանդեպ վերաբերմունքը եւ ընդհանրապես բարի երեխա մեծացնելը դա շատ կարեւոր է, բայց հետո մեծանում է երեխան եւ բախվում է կյանքի իրականության հետ։ Այս սրա հետ ինչ անել։ Լրիվ համաձայն եմ ձեր հետ։ Լրիվ համաձայն եմ, բայց չեմ էլ կարծում, որ երեխային փոքր տարիքից պետք է չարություն սովորեցնել, ասել որ չարին չարով բապից։ Հա, կարծում եմ սխալ է։ Եվ գիտեք ինչ, երկար տարիներ ապրելով Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ասենք ես մինչև 36-37 տարեկան ապրել եմ ստեղ, ապրել եմ մի թաղամասում, որ ասեմ հիմա նույնիսկ ասենք երրորդ մասում եմ ապրել, հա, այնտեղ ասենք մեր մանկությունը անցել է փողոցում եւ դու պետք է կարողանայիր քեզ
քեզ պաշտպանեիր, չգիտեմ, ասենք կանոններ կար, առաջ փողոցային։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում այդպիսի բաներ չկա, եւ երեխաները ավելի փողոց չկա, որ դուրս գան միասին փողոցում խաղան, հետո կռիվ անեն, հետո շենքից ծնողները իշնեն, ծնողները կռիվ անեն, չէ, կռիվ անեն, հաշտեցնելու մասին չի խոսքը։ Տարբերությունը մեծ է, այնտեղ երեխեքը շատ ավելի բարի ասեմ, շատ ավելի խելոք ասեմ, ես ուզում եմ հարցնել ինչով են տարբերվում։ Հա, խելոք, եթե այսօրվա Ամերիկայից բերած մի 7-8 տարեկան երեխային նստեցնենք մեզ մոտ Հայաստանում 7-8 տարեկան երեխային 10 րոպեվա մեջ մեր Հայաստանում ծնված երեխան կարա մոլորեցնի դիմացի նստածին։ Ես դրանում համոզված եմ, որտեղ դա չի կարա հասկանա, թե ինչի իրան պիտի սուտ ասեն, ինչի իրան պիտի խաբեն, չի կարա հասկանա ինքը, որտեղ դրա կարիք չկա։ Ցավալի բան եք ասում, մենք ժպիտով ենք խոսում, բայց ինչու պետք է այդպես լինի։ Իսկ կարելի է ենթադրել, որ այս գիրքը կարող է յուրօրինակ կամուրջ լինել երեխաների այնտեղի եւ այստեղի, նկատի ունեմ գուցե թարգմանություն նաեւ հայրենինակի։ Դեռ դրա մասին չեմ մտածել։ Հիմա քանի որ իմ առաջի փորձն է, ես մտածում եմ, որ հեքիաթը կայացած կարելի է համարել այն դեպքում, երբ որ իր ընթերցողին գտել է, հետո այդ հեքիաթը բերանից բերան անցել է, այն ժամանակ ասենք, որ ինքը որոշակի արժեք ունի։ Հիմա մենք եթե միասին նստենք, մի 20, 30, 40 հեքիաթի անուն կտանք, որոնք 100 տարեկան են արդեն։ Եվ ավել։ Հա, չէ՞, ժողովրդական հեքիաթներից սկսած մեր մեծ գրողներով վերջացրած։ Հիմա սա առաջի փորձն է, ընդամենը մի ամսվա պատմություն ունի, բայց համոզված եմ, եթե ինքը ճանաչում գտավ, սիրվեց, այո, ինչու՞ չէ, կարելի է նաև թարգմանել, կարելի է նաև ֆիլմ նկարել, ամեն ինչ կարելի անել, միայն թե ցանկություն լինի։ Կամ գուցե անիմացիոն մուլտիպլիկացիոն կինոնկար, հատկապես որ դուք տիրապետում եք դաշտին։ Գիտեք ինչպես կազմակերպել այդ ամենը։ Մի փոքր իհարկե արդեն այն շրջանը չէ, երբ որ հազվադեպ են գալիս Միացյալ Նահանգներից կամ արտասահմանյան այլ երկրներից մեր հայրենակիցները, բայց ամեն անգամ հետաքրքիր է ինչ կյանքով է ապրում հայ համայնքը, ինչ հոգսերով, ինչ ուրախություններով, որոնք են հիմնական խնդիրները հատկապես ստեղծագործող եւ արվեստի ներկայացուցիչների մարդկանց համար։ Ասեմ ձեզ, վերջի 7-5 տարին մշակութային կյանքը բավականին առաջընթաց է ապրել մեզ մոտ գոնե Լոս Անջելեսում 90-ականներին այդքան չէր, հիմա շատ են, թե Հայաստանից գալիս մեզ մոտ հյուրընկալվում եւ թե ասենք բաներով շրջագայություններով են շատ գալիս, հիմա պարզապես խնդիր կա Ռուսաստանից գալացողների համար վիզաների հետ կապված, բայց մեզ մոտից Հայաստանից բավականին շատ մարդ է գալիս համերգային գործնեությամբ, ներկայացումներ, պահանջ կա, կարոտ կա։ Այո, չէի ասի կարոտ, առաջ կար կարոտ, հիմա կարոտ չի, հիմա ոնց որ պահանջ կա։ Ես լինելով Ticket Miket-ի ստեղծողն ու դրա տնօրենը, որը զբաղվում է Լոս Անջելեսում հիմնականում բոլոր միջոցառումների տոմսերի վաճառքով, ես կարող եմ ասել, որ ի տարբերություն մի 7-8 տարվա մեզ մոտ աճը 10 անգամ ասեմ, 15 անգամ ասեմ, բավականին շատ է։ Եթե առաջ միայն ուրբաթ շաբաթ կիրակի օրերն էին տենց միջոցառումները, հիմա կարող եք տեսնել շաբաթվա մեջ նույնիսկ։ Իսկ ժանրային առումով ինչի պահանջարկ կա արդյոք բարձրարվեստ, երաժշտության, պարարվեստի, դասական ոճի, թե հիմնականում այսպես ժողովրդին ավելի մոտ։ Նայեք, չեմ ուզենա վիրավորել վատ բան ասել, որտեղ ինքս
իմ մեջ երկու մարդ է նստած, մեկը ստեղծագործող մարդ է, որ բավականին շատ գործեր ունի անայից արած, մյուս կողմը նստած է պրոդյուսեր, որը կարողանում է հաշվել։ Հիմա նույն պատմությունը կարծում եմ ստեղ Հայաստանի Հանրապետությունում է կլասիկ երաժշտություն, կլասիկ արվեստ, ինքը սպეციფიկ հանդիսատես ունի, որի քանակը ավելի պակաս է, քան մասսայականը։ Չէ, եկեք համաձայնենք, եթե որևէ մասսայական ներկայացումը կամ ֆիլմը, նրա դիտողների քանակը ավելի շատ է։ Մեզ մոտ երկուսն էլ բերում են, ասենք, բերում ենք թե կլասիկ երաժշտություն, թե շիրպարդրեպ է ուզում ասեի, մասսայական որևէ մի բան, հանդիսատեսի քանակը տարբեր է, մասսայականի քանակը հանդիսատեսի ավել է, քան լուրջ գործերինը, ցավոք, այդպես է։ Բայց լինում է, որ ինչ որ հատուկ ջանքեր են գործադրվում, որպեսզի այս մի բանակից ներգրավեն դեպի ավելի բարձրաճաշակ։ Դե նայեք, Ամերիկայում բնակվող մարդը պատկերացրեք ինչքան հնարավորություն ունի տեսնելու, չէ, ասենք համաշխարհային աստղերի ամենաներին, երբ որ ինքը ուզում է տեսնի, վճարում է, գնում է, տեսնում է։ Այդ նույն աստղերին Հայաստանի Հանրապետությունը իմ ինֆորմացիայով կարա տարվա մեջ 1, 2, լավ 3 հոգու բերի, ոչ ավել, որտեղ ինքը բավականին ծախսատար բաներ են։ Միլիոնանոց քաղաքին բերել աստղ, էլի բավականին մեծ ծախս է, բայց այնտեղ այդ մարդիկ շփվում են այսօրվա ամենաների հետ։ Մենք հիմա խոսում ենք թե այդ մարդկանց մոտ ձևավորված ճաշակի եւ ապրած տեղի, եւ թե իր ազգայինի, ասենք ավելի շատ գնահատվում է եւ գնում են նայելու ազգայինը, այսպես ասեմ, որը որ չգիտեմ, ճիշտ ու սխալ չկա, այլ մարդու ճաշակն է, իրանք ոնց ազատ երկիր է, չես կարող որևէ մեկին մի բան ստիպել, համոզել, ինքը իր ճաշակն ունի, իր մտածելակերպ ունի, գուցե լավ, գուցե վատ, ոչ մեկ չի կարող գնահատական տա, ինչ ասեմ։ Վերադառնանք հեքիաթին, իսկ կամ ինչ գուցե վիզուալ պատկեր ստանալը ձայնային տարբերակ մշակել հեքիաթի, եթե չեմ սխալվում, արդեն կան նախադրյալներ եւ կա հայտնի դերասան ընթերցող։ Հեքիաթը առաջինը, որ հեքիաթը պատրաստ էր, ուղարկել եմ իմ ընկերներին, որ կարդան, Հրանտին Թոխացյան, Արմենի Խանդիկյան, Արթուրին Ուտմազյան, բոլորն էլ, որտեղ ռիսկ չի անում առաջ գնալ, մինչև իրանց կարծիքը չիմանայի։ Բոլորի արձագանքն էլ եղել է դրական, եւ Հրանտը կարդալուց հետո ասել է, որ երբ որ պատրաստ լինի, ինքը պատրաստ է այս հեքիաթի աուդիո տարբերակը անել։ Մենք առաջի տարբերակը ունենք Հրանտի հետ արդեն ձայնագրած, բայց դե բավականին աշխատանք կա իրան երաժշտական ձևավորումը, մնացած ատրիբուտները հույս ունենամ շուտով նաև աուդիո հեքիաթը կլինի Հրանտի կատարմամբ։ Դուք նշեցիք, որ այն ինչ գուցե չկար ձեր թորնիկների մեջ ներառել եք հեքիաթում եւ նրանք լսելիս կարծես փորձելու են ձգտել դառնալ այդպիսին, դա թորնիկների մասով։ Իսկ անձամբ ձեզ հեքիաթ գրելը ինչ է տալիս։ Եկեք դերասանություն չունեմ, ինքը ինքնաբուխ է եկել է ու ես սկսել եմ գրել, բայց գրելու ընթացքում իսկապես ես միայն հաճույք եմ ստացել, ինձ կարող եմ նստել օրվա մեջ մի քանի ժամ, պրպտալ, կարդալ, գրել, հետ ու առաջ անել, ինձ միայն հաճույք է պատճառել, այսինքն եթե այդ պերիոդ մեկը հրավիրեր որևէ տեղ գնալու, ես երևի կնախընտրեի մնալ տանը գրել, հա, հեքիաթի մեջ մնալ, չգիտեմ, էլ եմ ասում, ներսից է եկե ինքնաբուխ է,
մտածված չի, ես չեմ պատկերացնում, որ մեկը կարա մտածի, ասի ուզում եմ հեքիաթ գրեմ ու նստի հեքիաթ գրի։ Չգիտեմ, եթե տենց մարդ կա, ուրեմն Հանճար է։ հա, Իսկ մտադրություն կա շարունակելու, շարք դարձնելու։ ասեցի, ինքը շարք է, կոչվում է 7 հեքիաթ, եւ հեքիաթները բոլորն էլ պատրաստ են։ Հիմա միայն թե ժամանակի խնդիր ունենք։ Երևություն մեկ գիրքը մեկ հեքիաթ է։ Մի գիրքը մեկ հեքիաթ է։ Հա, այս առաջինն է, հաջորդ հեքիաթը, որ շուտով օգոստոսին կարծում եմ արդեն գիրքը կտպագրվի, լույս կտեսնի, կոչվում է այլ մոլորակային Զուզուն։ Ինքը Զուզուն ապրում է այլ մոլորակում, սովորում է մի հատ հաստատությունում, որտեղ իրենք սովորում են, թե ինչպես գալ երկիր մոլորակ ու այստեղի երեխաների երազանքները իրականացնել։ Ինքը գալիս է։ Վատ միտք չի, եւ հաշվի առնելով, որ ստեղծագործող մարդկանց տրված է այդ օժտված են իրեն կանխատեսելու զգացողությամբ, գուցե եւ այդպես լինի։ Իսկ ինչպես է վերաբերում այդ տեխնոլոգիական առաջընթացին, նույն արհեստական բանականությանը, սպառնալիք համարում եք թեկուզ հենց երեխաների համար։ Դե չէ, հիմա առաջ ես հիշում եմ, որ մի պերիոդ, երբ որ հեռախոսները սկսեցին դուրս անտենաներ դնել 3G, հետո 5G, բոլորը անընդհատ անհանգստանում էին, ճառագայթում, հեռախոսը չգիտեմ, ստեղ մի դիր, ընդեղ մի դիր, հիմա ինչ, բոլորի համար էլ սովորական է։ Այսինքն գուցե առողջությանը վնաս է, բայց բոլորի համար սովորական մի բան է։ Փորձի մի հատ մեր երեխաների մեկի ձեռքից հեռախոսը մի կես ժամ վերցնու։ Կարող Մեծ պատիժ է, չէ՞։ Չէ կարա։ Այդպես պատժում են սովորաբար հիմա։ Առաջ անկյուն էին Չեն կանգնեցնում։ թողի բակիչնես խաղաս, հիմա ասում են կես ժամ հեռախոսդ կվերցնենք։ Պարոն Կիրակոսյան, իսկ այն մեծ նախագծերը, որոնց մասին մենք խոսեցինք, նշեցինք եւ ձեզ ճանաչում են նաեւ այդ ֆիլմերով, այս ուղղությամբ կան մտածումներ, նախագծեր, անելիքներ։ Այո։ Ինչ կարելի է սպասել։ Ասեմ, Գորը հետ հիմա Գորն էլ է ինձ հետ միասին Հայաստանում, Գորը նոր պրոյեկտ ունի գեղարվեստական ֆիլմի, միայն ասեմ, որ ֆիլմը Գյումրիի մասին է, մեծ նկարահանումների մեծ մասը կլինի Գյումրիում, նպատակ ունենք սեպտեմբերի վերջ սկսել ֆիլմի նկարահանումները եւ Աստված առաջ գլխավոր դերում Հրանտն է Թոխացյան, այսքանը միայն։ Ավել փակագծեր չեք բացում։ Չեմ ուզենա։ Երբ գալիս եք Հայաստան, ինչ է փոխվում որպես ձեր մեջ որպես ստեղծագործողի։ Ինչպես է ստեղծագործվում այստեղ, եթե ստեղծագործում եք իհարկե եւ Միացյալ Նահանգներում կա փոփոխություն, տարբերություն ավելի ճիշտ։ Զգացողության տարբերություն կա։ Երբ որ ես գալիս եմ Հայաստան, անկեղծ եմ ասում, նույն օրը, չգիտեմ, հայերեն ոնց են ասում, ոնց որ իմ ռուբիլիկը անջատած լինի, ես կտրվում եմ, լրիվ ուրիշ իրականության մեջ եմ, անհանգստություն չունեմ, լարվածություն չունեմ։ Այնտեղ անհանգիստ եք։ Այնտեղ անդադ լարված ես, աշխատանքի առումով անդադ լարված վիճակ է, անընդհատ։ Չգիտեմ, զգացողություն է այստեղ, դրա այդ չկա ինձ մոտ։ Գնալուց առաջ մի քանի օր առաջ սկսում եմ իմ սիրտը արագ աշխատել ու սկսում եմ միանալ այն իրականությանը, ուր պիտի գնամ։ Իսկ աշխատելու առումով, ստեղծագործելու առումով, եթե խոսում ենք ֆիլմերի մասին, մենք այնքան պատրաստված ենք դրան մոտիկանում, որ ստեղ արդեն ոնց որ միայն աշխատանքն է, ոչ թե ստեղծագործական աշխատանքն է, ստեղծագործականը արդեն վերջացած է։ Արդեն դնում ենք լենթի վրա, արդեն դնում իրականացնում ենք այն ինչ որ արդեն մտածել ենք։ Իսկ այս օրերին ինչ որ նոր մտածումներ կամ գաղափարներ ծնվում են, թե ոչ։ Ոչ, հանգստանում ենք, վայելում ենք Հայաստանի, ինչ ասեմ, Հայրենիքի, հոտը, սենց ասում։
Այսինքն բացի այս գրքի շնորհանդեսից ուրիշ ծրագրեր կապված այս այցի հետ չունեք։ Չէ, գնում եմ նայում եմ ներկայացումները, ինչ կա հիմա նորություն քաղաքում, եթե ասենք մի բան լինի, որ հասկանանք, որ հաջողություն կունենա նաև մեզ մոտ Միացյալ Նահանգներում, նայում եմ ինչ կա, նոր ինչ կա, հետարքիր չի, ընդեղի հանդիսատեսի համար, մի բան որ հասկանանք ընդեղի համար լավ է, առաջարկ կանենք ասենք մյուս տարի գալ ներկայացումով կամ Իսկ կա համերգով։ ինչ-որ բան, որ գրավել է ձեր ուշադրությունը արդեն, Չեմ ասի։ որ նրանք ժամանակից շուտ չուրախանան։ Չորվեն։ Պարոն Կիրակոսյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ ձեզանից հաջողի Կարծում եմ- զրույցի համար։ Նմանապես, կարծում եմ այս հեքիաթները անպայման կգտնեն իրենց հասցեատիրոջը նախ փոքրիկների տեսքով եւ ինչու ոչ յուրաքանչյուր մեծահասակ, ով կընթերցի այդ հեքիաթները իր բալիկների համար, նույնպես մի քանի վայրկյանով կամ ակնթարթով կտեղափոխվի մանկություն եւ կարծում եմ դա առանձին թերապիա է մեծերի համար կարդալ հեքիաթներ։ Շնորհակալություն, ես անպայման կուզենայի երիտասարդ մայրիկներին դիմել, որ Իսկ հայրիկներին, հայրիկները ծույլ են։ բայց լավ է, չէ, եթե պապիկը կարդում է հեքիաթը, ինչու հայրիկը չի կարդում։ Չգիտեմ, ամեն դեպքում մայրիկներ, երիտասարդ մայրիկներ, գնեք այս գիրքը, կոչվում է Հրաշագործ մանչուկը, հավատացեք, բավականին լավ ազդեցություն ունի երեխաներին։ Եվ գուցե ինչ-որ հարցեր դաստիարակչական ինքնուրույն լուծվեն։ Համաձայն եմ։ Շնորհակալություն։ Հիշեցնեմ, Ես եմ այսօր հյուրընկալել էինք մեր հայրենակցին Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Լոս Անջելեսից հայտնի պրոդյուսեր Կարո Կիրակոսյանին։